Անուն Հոր և Որդվո և Ոգուին Սրբո ամեն։ Հիշատակն արդարոց օրնության եղեցի։ Սիրելի հավատակից քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս։ Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է։ Նա լինելով Տաթևի վանքի միաբան հիշատակում է որպես Տաթևացի։ Տիգրանագերտում աշակերտել է Սրաբիոն Ուրայեցուն, այնուհետև Գրիգոր Կեսարացուն։ Մի քանի տարի անց, երբ ուսանում էր Տիգրանագերտում, նա խնդրում է Գրիգոր Կեսարացու օրհնությունը Երուսաղեմ մեկնելու համար։ Երուսաղեմում անցնում է ծառայության Սրբոց Հակոբյանց վանքում։ Դառնում է Սուրբ Հարության տաճարի լուսարար։ Եվ այստեղ է, որ սովորում է մեղրամոմը սպիտակեցնելու արվեստը։ 1611 թվականին Երուսաղեմից մեկնում է Պոլիս, որտեղ պատիարք էր դարձել նրա ուսուցիչը Գրիգոր Կեսարացին։ Այնտեղ նա մեծ հռչակ է ձեռք բերում որպես խստագրոն և խոհեմ հոգևորական և ժողովրդի խնդրանքով Գրիգոր պատիարքի կողմից ստանում է վարդապետական գավազան։ Դրանից հետո սկսում է շրջել տարբեր վայրեր ու քարոզել Սուրբ Ավետարանը։ Այնուհետև գնում է Եգիպտոս, ծանոթանում տեղի վանքերին և վանականության հետ։ Դրան հաջորդում է վերադարձը մայր հայրենիք։ Նա հաստատվում է Սյունյաց անապատում Տաթևի վանքում, որտեղ Սարգիս եպիսկոպոսը նոր միաբանության հիմք էր դրել։ Մովսես վարդապետը դառնում է Սարգիս եպիսկոպոսի աջ ձեռքը և Պողոս Մոգացի վարդապետի հետ սկսում է շրջել Հայաստանի գյուղերով ու քաղաքներով և քարոզում Սուրբ Ավետարանը։ Նրանք բացում են դպրոցներ, վերանորոգում կիսավեր եկեղեցիներ, վերահաստատում ժամասացությունը։ Եկեղեցին սկսում է վերազարթոնք ապրել, իսկ մարդիկ էլ վերադառնալ քրիստոնեական ակունքներին։ Սակայն երկու օրինակելի այս վարդապետների կյանքը զերծ չեն նաև փորձություններից, որոնցից մեկն էլ Շահ Աբասի կողմից գերեվարությունն էր, որովհետև վարդապետները Ագուլեցի մահմեդական Շահռուզ բեկի հալածանքներից խուսափելու համար Տեր Անդրեասը նրանց խորհրդով ածիլել է տալիս դպրատան աշակերտների գլուխները, որպեսզի նրանք հաճելի չթվան Շահ Աբասին և վերջինս էլ նրանց չգերեվարի։ Իմանալով այդ մասին, Շահ Աբասը հրամայում է գերի վերցնել նաև վարդապետներին և նրանց ազատելու համար պահանջում է բավականին մեծ չափի փրկագին։ Քանի որ նրանք վայելում էին ժողովրդի սերն ու համակրանքը, շատ արագ հավաքվում է պահանջվածից ավելի շատ գումար, որը տալով են վարդապետների հետ միասին նաև գերիների են ազատություն պարգևում։ Մովսես վարդապետը որոշում է գնալ Կարին և իր ճանապարհը անցնում էր Երևանով։ Գալով Երևան, նա տեսնում է, որ Երևանում են քարոզչական գործունեության կարիք կա, և որը նա կատարում է մեծ նվիրումով։ Այդ ժամանակ Արարատյան աշխարհի կուսակալ Ամիրգունա խանը, լսելով Մովսես վարդապետի մասին, հորդորում է նրան չեռանալ Երևանից, այլ մնալ և իր ծառայությունը շարունակել Երևանում։
Խանը նրան առաջարկում է հաստատվել Սուրբ Անանիա անապատում, որը կիսավեր էր և բարեկարգման կարիք ուներ։ Նա առաջարկում է, որ Մովսես վարդապետը նորոգի մատուռը, կառուցի վանական խցեր և հաստատվի այնտեղ որպես վանական վարդապետ։ Վերջինս ընդունում է այդ առաջարկը և ձեռնամուխ լինում եկեղեցու շինության և պայծառության գործին։ Հիմնում է միաբանություն, շենացնում է վանքը, որի ամբավը տարածվում է ողջ տարածաշրջանում։ Շատ մարդիկ իրենց նվիրատվություններն են կատարում վանքին։ Սուրբ Անանիայի անապատում ևս Մովսես վարդապետը կարգավորում է ժամասացություններն ու վանական կյանքի կանոնները։ Մելքիսեդեկ կաթողիկոսը գալիս է Սուրբ Անանիայի անապատ և Մովսես վարդապետին ձեռնադրում է եպիսկոպոս։ Դրանից հետո Մովսես եպիսկոպոս ընդունելով Սպահանի հայերի հրավերը մեկնում է Սպահան և քարոզում տեղի հայերին։ 1626 թվականին Հայաստան եկած Շահ Աբասի նախարարներից Բայնդուր բեկին Մովսես եպիսկոպոսը նվիրում է իր պատրաստած սպիտակ մոմերից, որոնք հասնում են Շահ Աբասին։ Նա էլ հրավիրում է սրբազանին իր մոտ Պարսկաստան, որպեսզի իր շնորհակալությունը ու երախտագիտությունը հայտնի նրան, նաև խնդրի, որ սովորեցնի այդ արվեստը պարսիկներին։ Եվ ի վարձատրումն իրենց բարեկամության Շահը Մովսես Տաթևացուն շնորհում է Էջմիածնի լուսարարապետությունը։ Սուրբ Էջմիածնում էլ Մովսես Տաթևացին փայլում է իր անձնվեր հոգևոր ծառայությամբ, մաքրում է մայր տաճարի շրջակայքը, նորոգում քանդված մասերը, կառուցում է տալիս բարձր պարիսպներ, վերանորոգում տաճարի գմբեթը, գնում է Պարսկաստան և հայ մեծամեծների օգնությամբ Շահ Աբասին հաջորդած Շահ Սեֆիին ջնջել է տալիս Էջմիածնի վրա տարեց տարի կուտակվող հարկային պարտքերը։ Շահի հավանությունը ստանալով հայ մեծամեծները ցանկանում են Մովսես եպիսկոպոսին տեսնել կաթողիկոսական գահին։ Եվ 1629 թվականի հունվարի 13-ին նա ոցվում է կաթողիկոս։ Նա որպես հայոց հայրապետ մարել է տալիս Սուրբ Էջմիածնի պարտքերը, կառուցում վանքի պարիսպները, միաբանական սենյակները, վեհարանը, հյուրանոցը, հաստատում է դպրոցներ, բարեկարգում վանական կյանքը, վերականգնում խաթարված ժամակարգությունները և հայոց կաթողիկոսների միանձնյա իշխանությունը։ Նրա կաթողիկոսության տարիները խաղաղության տարիներ էին, քանի որ նա լինելով հմուտ դիվանագետ կարողանում էր խույս տալ վտանգներից և նաև իր սրբակենցաղ վարքը մեծ պատկառանք էր ներշնչում և մարդիկ հաշվի են նստում այս փաստի ու իրողության հետ և հանգիստ էին թողնում հայ եկեղեցում։ Նա գահակալեց 3.5 տարի և գեղեցիկ զուգադիպությամբ նա մահացավ Սուրբ Անանիա առաքյալի անապատում, որտեղ 1632 թվականի մայիսի 14-ին ուխտի էր եկել։ Նրա մարմինը հողին անձնվեց Կոզերնի գերեզմանատանը։ Սուրբ Մովսես Տաթևացու մասին ասում էին, որ ողորմած էր, երկայնամիտ, մաքրակենցաղ ու սրբասուն, զորավոր էր աստվածաշնորհ վարդապետությամբ և քաղցր քարոզչությամբ։
Սիրելիներ, արդեն մի քանի տարի է, ինչ նրա մահվան հիշատակության օրը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճուանի օրհնությամբ Մաշտոցյան մատենադարանից Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի է բերվում Զորավոր ավետարանը։ Ավետարանը գրվել է Կիլիկիայում 13-րդ դարում։ 14-րդ դարի վերջին ձեռագիրը բերվում է Երևան։ Եվ երևանցի Վիշապկի որդի Հակոբը գնում է ավետարանը եւ նվիրում Երևանի երկու երեսնի եկեղեցուն։ Ի պատիվ ընծայողների ավետարանը հայտնի է դառնում որպես Վիշապկենց ավետարան։ 15-րդ դարում երկու երեսնի եկեղեցու սպասավոր ավետարանը նորոգող Ներսես Մոկացին վկայում է, որ Վիշապկենց ավետարանը արդեն իսկ երկու երեսնի եկեղեցում մարդկանց հայտնի էր դարձել իր բժշկության զորությամբ, ձեռք բերելով Զորավոր ավետարան անունը։ Հետագայում ավետարանը տեղափոխվել է Սուրբ Անանի առաքյալի անապատ և զետեղվել այնտեղ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն էլ ավետարանի անունով ստանում է նաև Զորավոր եկեղեցի անունը։ Այդպես է անվանվել Սուրբ Աստվածածին եկեղեցին նույնիսկ ավետարանի բացակայության ժամանակ։ Այդպես է անվանվում մեր եկեղեցին նաև այսօր։ Այնուհետև Զորավոր ավետարանը տարվել է Արտազի Սուրբ Թադեոս առաքյալի վանք։ 1911 թվականին Էջմիածին է բերվել, իսկ 1939 թվականին կրկին Երևան, բայց այս անգամ արդեն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան։ Սիրելիներ, այս կարևոր օրը խնդրենք Սուրբ Մովսես Տաթևացու բարեխոսությունը, որ ավետարանն իր աստվածաշնոր զորությամբ բժշկություն պարգևի մեր հոգիներին ու մարմիններին, ըստ կարիած մերոց և հաղոր դարձնի աստվածային զորություններին ու շնորհներին։ Այսօր մենք ավետարանի պարգևած օրհնությանը հաղորդակից ենք և նաև Աստծուց խնդրենք սրբի իմաստությունը քրիստոնեական ճշմարիտ վարքի մեջ աճելու համար։ Սրբերի կյանքն ու վարքագրությունը աննկարագրելի կերպով ոգեշնչող են մեզ նման մարդկանց համար։ Դրանք մեծ խորհուրդ ունեն, հետևաբար և ուսուցողական են ու քաջալերում են մեզ և ուժ են տալիս, մխիթարում են, յուրահատուկ փորձ են փոխանցում իրենց սերունդներին։ Շատ կարևոր է, որ ուր էլ մարդ հայտնվի իր կյանքի ընթացքում Աստծո կամոք մնա հավատարիմ քրիստոնեական աստվածադիր պատվիրաններին, չկորցնի զգաստությունը, լինի բծախնդիր առաքելության կատարման մեջ, հետևողական լինի և նախանձախնդիր և պատրաստակամությամբ ապրի կյանքն ու ծառայի մարդկանց, որը սովորում ենք Սուրբ Մովսես Տաթևացու վարքից։ Թող Տիրոջ օրհնությունը, սրբի բարեխոսությունը և զորավոր Սուրբ ավետարանի օրհնությունն ու զորությունը առաջնորդի մեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։